մարդիկ, որոնք իրենց վերջնական հաշվարկում ստացել են 4-ի էներգիան, այսինքն գտնվում են Ռահուի էներգիայի ազդեցության տակ։ Սա արդեն մեր 9-ամյա ցիկլի 4-րդ աստիճանն է, սա կարմիկ ժամանակաշրջան է, ժամանակ առերեսվելու իրականության հետ։ Ռահուն կարմայի սիմվոլն է, միստիկ մոլորակ, որը արդեն իսկ գոյություն չունի մեր իրականության մեջ, բայց և այնպես Ռահուն կարողանում է մարդուն պահել շղարշի և իրական կյանքի միջև։ Եվ մենք այս տարի բառերով չէ, որ հասկանում ենք պատճառը հետևանքային կապերի մասին, այսինքն այս տարվա ընթացքում կհանդիպենք այնպիսի իրադարձությունների, որոնք հաշվի չէինք առել, հետևանքներ, վնասակար երևույթներ, որոնք արդյունք կլինեն մեր նախորդ տարվա սխալ որևէ կատարված կամ անտեսված գործունեության հետևանքներից, քանի որ անցած տարի մեզ համար եղել էր ծավալվելու, դեպի բարձրում գնալու տարի և ողջ ջանքերն ենք ներդրել առաջ գնալու համար, որտեղ կարող է աչք հակած լինենք չնախատեսված, չհաշվարկված երևույթների մեր գործունեությամբ, և հենց Ռահուի տարում է, որ արդեն կառնչվենք այդ խնդիրների հետ և իր արտացոլանքը կգտնի կյանքի տարբեր ոլորտներում։ Օրինակ Յուպիտերի տարում կարող էինք ակտիվ զարգանալ, առաջ գնալ, ռեալիզացվել սոցիումում, ապա այս տարի շատ բան բաց կթողնենք, չտեսնելով ինչպես աճեցին օրինակ մեր երեխաները, որոնք առաջվա պես մեր օգնության կարիքը չունեն, քան առաջ էր, նրանք արդեն սովորել են, որ մենք զբաղված ենք մեր աշխատանքով, մեր գործունեությամբ, պրոֆեսիոնալ ռեալիզացիայով, անընդհատ հետաձգել ենք բարեկամ, հարևան, այցի գնալ կամ ուշադրություն դարձնել թեկուզ մեր ծնողների վրա, կնկատենք, որ միանգամից ծերացել են այս տարվա ընթացքում և իրականում նրանք մեր օգնության կարիք ունեն, կամ էլ անցած տարի ավելի շռայլ ենք ապրել, քանի որ Յուպիտերի ազդեցության տակ ենք եղել, ոչ մի բանից մեզ չենք զրկել, հանգստացել ենք, շատ ավելնորդ իրեր ենք կուտակել, ավելնորդ ծախսեր ենք արել, իսկ հիմա արդեն հիմնականում առերեսվում ենք կյանքի ռեալության հետ, ավելի շատ բարեգործություն ենք արել, սա այն ժամանակն է արդեն, որ տարածաչափությունը թեկուզ զոռով հանում է մեր երեքի էներգիայի տակ գտնված վարդագույն ակնոցները և այստեղ իր արտացոլանքը նաև երևում է մեր կյանքի անձնական սեկտորում։ Օրինակ տարվել ենք նոր մեկով և գլուխներս կորցրել, երկնքից վայր կիջնենք կյանքի իրականության մեջ առերեսվելու։ Ռահուի տարում կհասկանանք, որ պարտնյորի հետ ընդհանուր շատ քիչ բան ունենք, նպատակներն էլ յուրաքանչյուրիս տարբեր ուղղվածություն ունեն, այս տարի կառնչվենք մեր անցած տարվա բաց թողնված ցավոտ տեղերի հետ, այս ժամանակն է, որ պետք է օգտագործենք զբաղվելու այնինչ նյութական է և արժեքավոր, սկսենք մեզանից, այցելենք բժշկի, եթե դրա կարիքը կա, սկսած արյան հետ կապված, սրտի աշխատանքի կամ ճնշման, լյարդի աշխատանքի հետ կապված, հատկապես հրեղեն ձիու ազդեցությունը նկատի ունենալով, հոգ տարեք բնակարանի մաքրության և հարմոնիայի մասին, այնինչ բնականաբար ձեզ շրջապատում է, նայեք պրինցիպներին կազմակերպելով ձեր կյանքը, ուժը, կյանքի ռիթմը, գրաֆիկը, օրվա անգամ նույնիսկ սննդի, նաև հասարակ թեմաների վրա, որով շրջապատված ենք և մեզ հետ առնչվում են, քայլ առ քայլ ավելացնենք մեր կյանքի որակը և ժամանակն է հոգ տանենք որևէ կոնկրետ բանի մասին, որը երկրային է և նյութական, նաև հաճախ պատահում է, որ Ռահուի տարվա ժամանակ թույլ կտանք արարքներ, որտեղ հետևանքների համար հետո նույնիսկ հնարավոր է, որ ամանչենք ինքներս մեր առաջ, հատկապես այս տարի առավելագույնս փորձեք ազնիվ լինել և
այս տարի որևէ խաբեբայություն կամ սուտ, որը կգործենք այս տարվա ընթացքում, անգամ եթե այդ պահին կմտածենք, որ սա ամենալավագույն որոշումն է և կարող է շատ աննշան թվա, հաջորդ տարին իմացեք կոկորդներիդ վրա կանգնած է լինելու որևէ աննշան բան, որը բաց կթողեք այս տարի։ Կամ կխախտեք, կամ կխաբեք, այս տարի փորձեք լինել ազնիվ։ Նաև սա տարի է, երբ կհանդիպեն ձեզ բավականին տոքսիկ մարդիկ։ Սա կարող է և չլինի ինչ-որ նոր մարդ, այլ այն մարդկանցից, որոնց հետ արդեն բավականին ժամանակ ծանոթ եք կամ բարեկամ եք, և Ռահուի տարվա ընթացքում կփոխվի իր վերաբերմունքը ձեր հանդեպ և բավական կարող է թունավոր լինել։ Եվ այս մարդիկ կփորձեն ձեզ շեղել ուղուց։ Ռահուի տարին նաև դադարի ժամանակահատված է, տարի, որտեղ պետք է կանգ առնեք և հաշիվ տաք։ Նրա համար, որ բալանսի բերեք ձեր կարման, հավասարակշռեք ձեր կյանքի ուղին, որ հետո ակտիվ կարողանաք առաջ գնալ։ Սա նաև էտապ է ազատվելու սպոնտան որևէ իմպուլսիվ արարք անելու, էլյուզիաներից, մոլորություններից, որտեղ կուզեք ամեն ինչ թողնել, ամեն ինչ փոխել և սկսել ամեն ինչ նորից, աշխատանք, տեղափոխություն, կյանքի սեկտոր փոխել, նույնիսկ ձեր անձնական կյանքում, այնուամենայնիվ իմացած եղեք, որ բարեհարմար էտապ չէ այս տարի որևէ փոփոխությունների համար, եթե միայն այդ քայլերը, փոփոխությունները չեք ծրագրել, չեք մտածել առաջի էտապում, այսինքն արևի դարպասների տարում, մեկի էներգիայի տարում, այսինքն ամյան փուլի, ապա Ռահուի տարում, և պետք է դա անեք, և անհրաժեշտ է, եթե այդ ծրագիրը նախօրոք ունեցել եք։ Իսկ եթե սպոնտան է, նոր ծրագիր է ձեր գլխում ծագել, ապա սպասել է պետք։ Սպոնտան և կտրուկ փոփոխությունները այս ընթացքում ձեզ դժվարությունների առջև կկանգնեցնեն և իրենց ռեալիզացիաները ձեզ համար դատարկ ժամանակի կորուստ կլինի, այնպես որ ուշադրություն դարձրեք սրան։ Նաև այս տարի բոլոր սահմանափակող, զսպող ֆակտորները, անգամ նրանք, որոնք մարդու համար սովորական են, կարող է շատ ծանր բեռ թվալ։ Անգամ ձեր պատասխանատվությունը, պարտականությունները ձեր շուրջն այս տարի կթվա ծանր և ձեզ արգելակող միջոց։ Նաև այս տարի կբերի չհագենալու և անբավարարվածության զգացողություն։ Այսինքն, ինչպես օրենք, մարդը 4-ի էներգիայի տարում Ռահուի շատ ծրագրեր և ցանկություններ է ունենում, եթե չի կատարվում իր բոլոր ցանկությունները և յուրաքանչյուրիս կյանքում այդպես, կամ նպատակների անգամ 90%-ը եթե կատարվել է, մարդը էլի իրեն անբավարար է զգում, բայց իրականում շնորհակալություն հայտնեք այդ 80%-ի կամ ստացված ծրագրերի համար, որոնք իրականացել են Ռահուի տարում, որովհետև լի է միստիկայով։ Կարող է տեղի ունենալ ոչ սովորական իրադարձություններ մարդու կյանքում, որը նույնիսկ հնարավոր չի լինի բացատրել ֆիզիկայի կանոններից ելնելով։ Պետք է կարողանաք կշեռքի նժարները հավասարակշռված պահել, որ մարդու կարման բալանսի մեջ մնա։ Այս տարի հաճախ ձեզ կբերի բաներ, որ մարդիկ հրաշք են համարելու, որովհետև այս տարի առաջադրանքը մտածել ձեր նյութական բարեկեցության մասին և այն մասին, ինչով որ շրջապատված եք եղել, որովհետև տարին բերելու է ձեզ բաներ, որը նույնիսկ ձեզ համար կարող եք հրաշք համարել։ Ավարտելով 4-ի էներգիայի տարին, ուզում եմ, որ անցնեք 5-րդ տարին, ու մոտ, որ հաշվարկում վերջնական արդյունքում ստացել ենք միանիշ 5-րդ թիվը, տարի, որովհետև գտնվելու ենք Մերկուրի մոլորակի ազդեցության տակ։ Սա շատ հետաքրքիր, վառ և արագ տարի է։
Ամեն ինչ դանդաղ և արգելակող անցնող Ռահուի տարուց արդեն իսկ Մերկուրին ասես ներխուժում է մեր կյանք թարմ փոփոխություններ մտցնելով։ Մերկուրիի տարին դա բարձրագույն աստիճանի հասնելու, բարձրանալու տարի է։ Սա ընթացք է, որ կկարողանաք բոլոր մեր մտահղացումները իրականություն դարձնել։ Շատ բաներ այս ժամանակահատվածում կկատարվեն արագ, եթե ճիշտ տեղում չգտնվենք, ուղին մեր սխալ կընթանա, մենք չենք հասցնի հետևել այն, ինչ կատարվելու է մեզ հետ։ Սա տարի է, որ կզգանք մեզ պակասում է խորը մտածողություն, չի հերիքի որևէ ընթացքի մեջ ավելի խորանալ, որովհետև ամեն ինչ ուզում ենք արագ լինի, ամեն ինչ զարգանալու է, ասեմ, շատ ավելի արագ։ Իրականում դա լավ է, ինչ որ չափով մակերեսային մոտեցում կլինի, քանի որ մեր կյանքում շատ բաներ տեղի կունենան և շատ բաներ էլ մեռյալ կետից արդեն կշարժվեն առաջ։ Մերկուրի տարին բարեհարմար է բոլոր տեսակի ինֆորմացիոն գործունեությամբ զբաղվելուց։ Սա վերաբերվում է թե սովորելուն, թե սովորեցնելուն, թե մաստեր կլասներին, թե օտար լեզուներ ուսումնասիրելուն և նաև ինֆորմացիայի հետ աշխատանքում, ծրագրային կոնսուլտացիոն ծրագրերում։ Այս տարվա ընթացքում դժվար կլինի երկար նստած մնալ, անընդհատ շարժման մեջ ենք լինելու, մենք զբաղվենք մեծ քանակությամբ ընթացքներով, որը կպահանջի մեր ուշադրությունը և քանակությամբ մեր ուշադրության մեծ մասնակցությունը ունենալու, մասնակցություն ֆիզիկական, պրակտիկ կամ մենթալը հետևելուն։ Մերկուրիի ժամանակ պահանջել են մեզանից գործունեություն, շարժունակություն, դրա համար կյանքի այն ոլորտներում այս տարվա սկզբից սկսած բացակայելու է մեր կյանքում ստաբիլությունը և որտեղ ոչ մի բան չենք ծրագրելու փոխելու համար, այդ մասով անհանգստություն ենք ունենալու, ասես ինչ-որ բան պետք է անենք, բայց բոլորովին մոռացել ենք և անհանգստանալու ենք, որ մեր կյանքում դիրքեր կան, որտեղ ոչինչ չի փոխվում և դա ունենալու է իր լոգիկ բացատրությունը։ Իսկ այս 9-ամյա մեթոդի կանխատեսման, կյանքի այդ ոլորտը կամ ընթացքը չենք բերում փոփոխության Մերկուրիի տարվա ընթացքում։ Այս ոլորտը կյանքի 9-ամյա տարում մեծ տրանսֆորմացիայի կենթարկվի Մարսի կողմից։ Դրա համար, որպեսզի որևէ պրոցես պահպանվի, որ հրեղեն ձիու տարում նոր զարգացման ճյուղ կդառնա, պետք է այս Մերկուրիի տարում ինչ-որ փոփոխություն մտցնենք, որ պրոգրես լինի, ինչ էլ որ լինի։ Մերկուրիի տարում մեզ մոտ մեծ քանակությամբ էներգիա է գալիս, սա կտա մեր ուշադրությանը չկողմնորոշվելու, այսինքն մտքերը ցաք ու ցրիվ կարող է լինեն, քանի որ ցանկությունը և հետաքրքրությունները շատ են, իմանալ ինչ-որ նոր բան, ճանապարհորդել, նոր համակարգչային ծրագրի հետ ծանոթանալ, նոր փոքրիկ կուրս անցնել, զրուցել մարդկանց հետ, պարզաբանելով որևէ իրադրություն։ Ինֆորմացիոն պատոկը շատ մեծ է և մեզ թվում է, որ մենք չենք կենտրոնանում, ինչ պրոցեսների վրա ուշադրություն դարձնել, որ կարողանանք ռեալիզացնել Մերկուրիի տարում։ Առաջին հերթին դրանք հարցեր են, որ կապված կլինեն սովորելու հետ։ Յուրաքանչյուր ֆորմատի ուսուցում, ինչպես երկարատև, այնպես էլ կարճատև, լինի օտար լեզվի ուսուցում, թե մեքենա վարելու, յուրաքանչյուր ֆորմատի ուսուցում հրաշալի գաղափար է լինելու յուրաքանչյուրիդ համար։ Երկրորդ դիրքը, որտեղ Մերկուրին կաջակցի, դա թղթաբանության հարցն է։ Կարգավորեք բոլոր փաստաթղթերը, օրինականացնել, բոլոր անկախ նրանից, ինչ կվերաբերվի փաստաթղթային հարցերին։ Երրորդ ոլորտը դա աշխատանքն է, թղթաբանություն և վերաբերմունքը մարդկանց և նաև ինֆորմացիայի շատ կարևոր է լինելու, դա լինի հաշվապահական ոլորտ, փաստաթղթային օրինականացումը, աշխատանք, առևտրի ոլորտում, կոմերցիոն կամ ինֆորմացիոն ծառայություն։ Հաջորդ ոլորտը հարաբերություններն է և համագործակցումը մարդկանց հետ։
Ինչքան մեծ լինի ձեր շրջապատը և փոխհարաբերությունները, այնքան շատ գաղափարներ և հնարավորություններ կունենաք, նաև այս տարին լավ է ինչ-որ նոր բան սկսելու համար, լինի դա նոր կուրս սովորելու, թե բիզնես բացելու համար, ուրեմն մեկից այս 9 տարվա արանքում 5-ը նայեք, 5-ի էներգիան ինքը 1-ից 9 դեկատի մեջտեղում է գտնվում, այսինքն 1-ից 9 փուլի կեսում նորից տիեզերքը մեզ հնարավորություն է տալիս նորից սկիզբ դնելու և լավ է յուրաքանչյուր նորից սկիզբ դնելուն և քանի որ սիմվոլն է արագության այս տարին, դրա համար էլ տարին լավ է քրտնելու, շարժվելու, սպորտով զբաղվելու և ցանկալի կլինի ոչ թե սպորտ ինքդ քեզ հետ միայնակ, այլ լինի կոլեկտիվ, խմբային խաղեր կամ լինի պարային, ֆիթնեսային, կապ չունի, միայն թե ակտիվ լինեք և գտնվեք կոմունիկացիոն վիճակով, այսինքն փոխհամագործակցություն, զրույց, այս տարի ձեզ համար շատ լավ է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, լինի մեքենա, հեծանիվ, նույնիսկ եթե ռոլիկ եք առնում, սա շատ լավ ժամանակ է թարմացնելու ձեր շփման միջոցները, հեռախոս, համակարգիչ, նոթբուք, որևէ տեխնիկա, նաև լավ ժամանակ է տրանսֆորմացիա անել ինֆորմացիան, այն որը որ ստացել եք, օրինակ եթե ձեր ալիքը ունեք, վլոգերություն անեք, հետաքրքիր թեմաներով կիսվեք կամ դասավանդեք մարդկանց, եթե գիտելիքներ ունեք կամ կուտակել եք կամ դուք ունեք, Մերկուրիի տարին բերում է մեր գիտակցության լայնացման զգացողություն, այս տարի կարող է այնքան շատ միտք, գաղափարներ ծագեն մեր գլխում և ժամանակ առ ժամանակ նույնիսկ խանգարեն մեր քնելուն, առավոտ վաղ կարթնանաք անհամբերության զգացողությունով, անհանգստությամբ, որ մեր մտածածը իրականություն դարձնենք, եթե հարաբերություններ ենք փնտրում, Մերկուրին կբերի նոր ծանոթության մարդկանց, որի հետ մեզ համար հետաքրքիր կլինի, թեմա կունենանք զրուցելու, ուղղակի մեզ համար պարզենք մեր պարտնյորի մտադրությունը նաև, մեր հարաբերությունները, հնարավոր է, որ մարդու ծրագրերի մեջ չկան երկարատև կամ լուրջ հարաբերությունների պարտականություններ վերցնելու, ուրեմն այս ժամանակ կպահանջի արագություն և գործողություն, դրա համար, եթե մեր կյանքի տեսակը, ձևը այնպես է դասավորվել, որ մենք անընդհատ մի տեղում ենք, ապա այս տարվա ընթացքում այս սիտուացիան անտանելի կթվա և մենք անընդհատ կուզենանք շարժման մեջ լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ մենթալ մակարդակում, դժվար կլինի ֆոկուսը պահել տեղում այսպիսի ոստայնի մեջ, անընդհատ ուշադրություն ենք դարձնում մանրամասնություններին և մանրուքներին և այս տարին ամբողջական կթողի մեզ վրա արագություն և հետագայում հիշողություններ դրանց մասին և Աստված տա, որ բոլորս մեր կյանք ձգենք ամենալավագույն հիշողությունները, որ հետագայում երկարատև կպահենք այս տարվա ընթացքում ապրած և ունեցած զգացողություններից, ուրեմն ավարտելով 5-ի էներգիան, որը գտնվել էր Մերկուրիի ազդեցության տակ, ուզում եմ արդեն